Արաբացվի վարդերով Աղունիկ նիչնի դաշտի վրա Դաշտը ծպասկերով Ջերմակ աղունիկ Քեզ մի բուրգուտան Որդում է սարերի Հայաստանի ամենահարավային եզերքում Սյունյաց լեռների մեջ թաքնված է Արևի քաղաք Մեղրին։ Այստեղ արևը ոչ միայն ջերմություն է, այլ նաև բնության պարգևների բանալի։ Մեղրին խաչմերուկ է Հայաստանի ու Իրանի, լեռնաշխարհի ու այգիների միջև։ Հենց այս սահմանով է, որ հոսում է հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկը՝ Արաքսը։ Մեղրին կոլորիտային քաղաք է, երբ քայլում ես նեղ փողոցներով, թվում է, թե անցյալը քայլում է կողքովդ, խոնարհ եկեղեցիներով, հին բակերով։ Մեղրի մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերականգնված, բայց հավատարիմ իր ժամանակին կանգնած է որպես լռակյաց վկա մի քաղաքակիրթ ու բազմաշերտ անցյալի։ Այս եկեղեցին դասվում է 17-րդ դարի գմբեթավոր եկեղեցիների շարքը։ Ներքուստ եկեղեցին զարդարված է 19-րդ դարի որմնանկարներով։ Այստեղ պահպանված է Հայաստան բերված առաջին դաշնամուրը։ Մեղրիի մասին անվերջ կարելի է պատմել, բայց ավելի մանրամասն իր հուշերով կիսվեց Մեղրիի բնակիչ Ժորա Միրզոյանը։ Ընկեր Միրզոյան, կպատմեք Մեղրիի մասին ու այս կոլորիտային փողոցների մասին։ Մեր փողոցները ձեր պատկերացնում շատ նեղ են։ Հա, բավականին։ Դա ի պատճառ ունի, որտեղ այս փողոցները շինարարությունը բնակարանները տները կառուցել են այն ժամանակ, երբ որ Մեղրիում համարյա գրեթե ավտոմեքենաներ չեն եղել։ Կամ ես հիշում եմ իմ մանկությունից 2-3 մեքենա իրենք էլ այդ բեռնատար մեքենա։ Այստեղ այն ժամանակ տրանսպորտի միջոցը, թե բեռնափոխադրումների, թե մարդկանց եղել են ջերը եւ ջորիները։ Ջորիները եւ էշերը, բայց ջորիները լավ են, ավելի ուժեղ կենդանիներ են։ Բեռները ձերով չեն տեղափոխում, բայց ջորիներով տեղափոխում են։ Մեղրեցիները շատ բարձր կուլտուրայի տեր մարդիկ են եղել։ Նախնադարից ստե բնակավայրն էր։ Հետո բնակավայրը, որ ասում ենք Մեղրիում մի բնակավայր չեղել է Ձորում։ Առնվազն 3 բնակավայր է եղել։ Եղել է Նորաշեն, մեկը Նորաշեն է կոչվել, եղել է Մեղրի մեջ է, մենք հիմա գործարանային թաղ ենք ասում, այդ գործարանային թաղում էլ պեղումների զվանից այնտեղից բան են այլ, դες որ փոխվել է։ Ինչու են անվանել հենց Մեղրի բնակավայրը։ Այդ Մեղրի բնակավայրը էլի դժվար է ասել։ Բարկածներ կան։ Մեկը Մեղրում բոլոր մրգերը Մեղրի նման համով են։ Քաղցրեն համով են։ Մեկը ասում են ինչ-որ խանի աղջիկ է եղել, անունը Մեհրի է եղել, չգիտեմ եկել աստեղ, բուժվել է, այդպես։ Երրորդը ասում են Մեհր արևաշատ։ Առաջ ախր մեր տարած կոչել Արևիկ գավառ է կոչել։ Արևիկ գավառ է կոչվել։ Այդպես տարբերակներ կան Մեղրի համար։ Ինչ ասած դժվար է ասել էմսի ծառատեսակներ, որ Մեղրիում չաճի։ Ամբողջ Հայաստանում հնարավոր է չլինի, բայց Մեղրիում է։ Սրանք նուրն է։ Որ սեզոնին են իրենք լինում։ Նուրը հալա ծաղկում է, հետո դες ասեմ,
Այս ծաղիկները որ երևում է, դա նուր չեն լինելու։ Որ ծաղկում է, երեք ղափանից զանգում, ոնց անեք, որ նուրը բան։ Տեսնում եք, այս մեկը, այս մեկը։ Տեսնում եք, նա ծաղիկ չկա։ Նա նուրն է գցում, հետո ծայրի ծաղիկը գցում։ Այն նուրը։ Շատերը կարծում են, սրանք նուր են դառնում, չէ, նուր չեն դառնում։ Գուցե փոշոտ են եւ այլն։ Բայց նուրը, որ գցում ես, նուր է գցում։ Հա, հենա, ես տեսնում եմ։ Հա, նա նուր է։ Հետո ծաղկման ունի 3 շրջան։ Առաջի ծաղիկ, երկրորդ ծաղիկ, երրորդ ծաղիկ։ Եթե առաջի ծաղիկի ժամանակը եղել, ուրեմն մեծ դռներ են լինելու։ Իսկ եթե հետագայի մի քիչ փոքր կլինել։ Մեղի քաղաքը բաղկացած է 2 թաղից, այսպես ասենք։ Մեծ թաղից եւ փոքր թաղից։ Մեծ թաղում եք, փոքր թաղը հեռվից կտեսնեք։ Մեղրի մեծ ու փոքր թաղերը դեմ դիմաց են։ Տեղանքի դարավանդային կառուցապատման արդյունքում մեղրի տների կտուրները մյուսների բակն են հանդիսանում։ Նեղլիկ փողոցներով ու ավանդական պատշգամբներով քաղաքը դարձնելով խիստ ինքնատիպ։ Այստեղ կառուցված 17-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին դասվում է գմբեթավոր եկեղեցիների շարքը։ Գտնվում է Մեղրի քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում, քառամույթ ու գմբեթավոր բազիլիկ կառույց է։ Արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճը 2 զույգ մույթերով բաժանված է 3 նավերի։ Եկեղեցու ներսում կարող ենք տեսնել բացառիկ որմնանկարներ։ Ես մասնագիտությամբ մանկավարժ եմ։ Երկար տարիներ աշխատել եմ մանկավարժ։ Եղել եմ ժողկդ բաժնի վարիչ։ Հիմա անցել եմ թոշակի, հաճախ ինձ հարց են տալիս, մեր Երևանի հյուրերը ասում են, որ ոնց է որ քոլեջի տնօրեն էին ժամանակ, ասում են ոնց է որ այդ ուսումնական բաները հասկացանք, սովորել ես։ Այս հետո եկել են մեր տուն, բայց այդ հողաշինարարությունը, այգեմշակությունը դա որտեղից է գտել։ Ասում եմ նա ինստիտուտում եմ սովորել։ Իսկ սա չէ, գեներով եմ ստացել։ Ես կոլտեսականի ընտանիքից եմ։ Հայրս մայրս եղել են կոլտեսականներ։ Մեծացել եմ հողում, տեսել եմ ինչպես են մշակում։ Դե ասեմ հողը շատ անդավաճան ինչ ասեմ կատեգորիա հանգստացնում է։ Ձեզ ոգեշնչում է։ Ոգեշնչում բա։ Հələ տեսեք։ Ուրեմն ծառ է ստանում։ Սպասելով որ այդ ծառը պետք է մեծանա, բերք տա եւ այլ։ Տնգեցի ուրախանում ես, որ այդ ծառել ես, բերել ես, տնգել ես։ Հետո նոր տեսնում ես, կարող է կպչի, կարող է չկպչի։ Կարող է աշխատի ծառը, կարող է չաշխատի։ Հենց որ աշխատում է, բողբոջը ուրցում է մի քիչ, ուրախանում ես։ Այդ առաջի տարին միայն բողբոջները տերներ են դառնում եւ այլ։ Մի տարի, 2 տարի արդեն պիտի ծաղկի։ Հենց որ ծաղկում է այդ տարի, ծաղիկ է բացում։ Այ ուրախանում ես։ Կարող է ծաղկի, բայց բերք չտա։ Ոչինչ, գիտես որ հաջորդ տարի կտա։ Հետո որ արդեն առաջին բերքն է տալիս, որ բերքը պիտի տեսնաս, մեծանա, հասնի, ինչ բերք է, որակը ինչպես է, նորից ուրախանում ես։ Այդ մի ծառը, այդքան տարի մարդուն ուրախություն է տալիս։ Ինչ երազ հրաշքը։ Ինչ եք երազում։ Լինի նախին պետության նման, հանգիստ կաղանակ քնեք, վաղվա օրվան հավատ ունենաք։ Ես տեսել եմ այդ փողն էլ, հարստություն եւ այլ, ես լավ եմ ապրում, հիմա ես
շատ եմ աշխատել երեխաներս կրթություն են ստացել, աշխատանք ունեն եւ այլն։ Չէ, դրանք չեն կարևորը։ Այդ բաները ապահովել եմ։ Շատ ուտես, քիչ ուտես, շատ ինչ արտես, հանգիստ լինես։ Գիտեք ինչ, հայրենիք ասում եք հայրենիք, չէ։ Հայրենիք ասելով ինչ չեք հասկանում։ Հասկանում եք քո ծննդավայրը։ Հայրենիք ասելով, ես չեմ կարող այդ պահին չեմ մտածում ամբողջ Հայաստան։ Ես մտածում եմ Մեղրիին, չէ, ես Մեղրիից եմ։ Մեղրիին իմ մանկությունս, քարերը, մեզ համար ամեն քար։ Մի հատ այսպիսի բան կար, այդ գետը որ գնում է, գետի ափին, մի հատ քար կար, ասում եք սղան, որ սահում ես, էլի, սղան քար կա։ Մի անգամ ինձ ասում են, «Խի դու չես ուզում պաշտոն ունենաս, չգիտեմ, Երևան գնաս բան»։ Ասում եմ, «Բա սղան քարը»։ Բա որ գնամ։ Մեղեսները հպարտանում են, որ ասում են, որ առաջի դաշնամուրը որպես օժիտ բերել են Հայաստանի առաջի դաշնամուրը, որ Թիֆլիսից որպես օժիտ բերել են Մեղրի։ Եվ այն ժամանակ ավտոճանապարհ չի եղել, գնացքը չի եղել, ուխտերով ջուրֆայից, մինչև ջուրֆա եղել երկաթգիծը։ Ուխտերով բերել բանը դաշնամուրը բերել են Մեղրի։ Մեղրի Հայաստանի առաջի կոոպերատիվը եղել է Մեղրիում, 1900 թվականին։ Մեղրու հարստությունը, այսօրվա նախ ասեցի, որ ինչ որ համարյա մոտներով տանցի դրանք ածում են Մեղրիում, համար այդպես է։ Հիմա մեղրեցիքից են եկամուտ վերցնում, առաջինը թզից։ Այս ծառը թուզը, թզի ծառը, տեսեք, հլը տեսեք։ Բայց բավական դժվար է, տեսեք, ես այս տարի դառնում եմ 80 տարեկան։ Լուրջ։ Հա։ Եվ պետք է բարձրանամ, այդպես թզերը քաղեմ, այն բարձրության վրա, պետք է թուզ քաղեմ։ Իհարկե ասում են մի տղա չի թույլատրում բա եւ այլն, բայց էլ մեկը քաղելու է։ Սիրում եք այս ամեն ինչը։ Բա ոնց չի։ Բայց սարը ես եմ տանգել։ Բայց Մեղրիում դու չես կարա սպասես թե թուզը երբ հասնի, երբ էլ մեկը հասնի։ Մենք արդեն կերասը, շատ որակով կերասը արդեն ունեցել ենք, արդեն ավարտվել է, արդեն բերք ավարտվել է, մի քիչ վաճառել ենք, ընտանիքով, բարեկամներով կուշտ կերել ենք։ Ընկեր Միրզոյան, նաև այգեգործությամբ եք զբաղվում։ Պատմեք օրինակ սրանք լոլիկի։ Դե տեսեք, ունենք մեր այգում կա այսօր։ Կարտոֆիլը, նա կարտոֆիլն է։ Կողքը լոբին է։ Պամիդորն է, տախտեղն է, պատրժամն է։ Դրանք բոլորը Մեղրի համար պրոբլեմ է այսօր պամիդորի մշակությունը։ Ինչու ոչ մեկը չի կարող պատասխանել։ Ես արդեն մի 4-5 տարի կռիվ եմ տալիս այդ պամիդորի հետ, բայց միշտ ինքն է հաղթում։ Այս տարի կարծես ես եմ հաղթելու։ Տեսնում եք, շնորհավորում ենք այդ հաղթել։ Կարծես թե ես եմ հաղթելու։ Տեսնում եք, առողջ լավ ծաղկել են, որոշ արդեն փոքրիկ պամիդորներ կան, եթե իրոք իմ նախկին բերքի նման ես լավ պամիդորի բերք ստանամ, այո ասում են ինչն է երջանկությունը, այս տարվա համար, երջանիկ, ինձ համար դա երջանկություն կլ, որ կարողացա, դե հաղթել է այդ կերը լավ բարշի, բայց հասկանամ, ասում են, ինձ հարց են տալի շատ կաղ, էլի Երևանից եկած հյուրերի բարման, հարցում եմ, ինչու եմ Մեղրի միրգը համով է, քաղցր է և այլ է, ասում եմ, էլի ասել եմ, էլի հրստայցիսյանը կարծես, ասում եմ, թոների լավաշնա լավ, թե մեզ լավաշը, որ սարքում են այդ հիմա բան, թոների այսպես, թոների, զարմատ, դա հարցա որ տարիզ է, թոների, ասում եմ, մեր մրգերը, թոների մրգեր են, նրանք այդ լերնային, 4 կողմը նրանք լերկ մրգեր, սարեր է, չէ, շիկանում են, նրանք հովանում են գիշերը ժամը 3-ի 4-ին, սա թոներ է, մեր միրգը թոներ է, ինչպես լավաշն է համով, միրգն էլ թոների միրգը համով է։ Ես Մեղրի կայլոկը իշնորիվ է սարերի, որ չեն թողնում է քնենք, շատ տաք է, մենք չեն անտանելի է որոշ դեպքերում, մեր հարստությունն է։ Ինչ հուշեր ունեք մանկությունից, ընկեր Միրզոյան, Մեղրի հետ կապված, ասենք որ ցայտուն է ձեր հիշողություններում։ Դե մեր մանկությունը անցել է գետում։ Այս Մեղրու գետը հրաշք գետ է։ Եվ այն ժամանակ բավականին լայն տարածք էր։ Հիմա ճանապարհ են գցել,
տաներ են կառուցել, փոքրացրել են, խեղճացրել են։ Գետը մեղքս է գալիս։ Մենք այնտեղ եւ լողանում ենք, ඒ ժամանակ այդպես ջրավազան, այդպես բաներ չկար։ Արոտը շուտ, մի տրուսիկով, բոբիկ, այս թեկությունը մեկ yaman ջեկած, մեր թեկությունով իջնում է գետը։ Այնտեղ դարոց չենք լողանում, հələ մտածում ենք ինչ պիտի ուտենք կեսօրին։ Մեր ուտելու տան այդքան բան չկար որ բեր, տան մարդ էլ չկար որ մեզ կերակրեն։ Կերակրում ենք կոլխոզի այգիներով։ Կոլխոզի այգիներով։ Սկզբից հասնում էր կերասը, հետո հասնում էր այդ դամբոլը, դամբոլն էլ մի 10 տեսակ է, ծիրանը, հետո գետնանուշ էր դառնում, կուկուրուզներ դառնում, կոլխոզի այգիներով ապրում էինք, երեկոյան էր որ գաք որ դե այց էինք պահում, կով էինք պահում, երեկոյան էր որ մեզ վրա չխոսան, մի խուրս խոտ էինք բերում, հետո ասում դու երեկոյան հաց էինք ուտում։ Ընկեր Միրզոյան, կասեք ինչից եք ոգեշնչվում այստեղ։ Ոգեշնչելու այս ժամանակները մի քիչ բան կա, բայց մեղրում ապրելը ինձ համար ոգեշնչման աղբյուր է։ Մեղրում ապրել, ես զարմանում եմ փղերը գիտեք, փղերը գնում են աշխարհը պատտում են, բայց հետո գալիս են որ մահանալու ժամը գալիս է, օրը գալիս է, ժամանակը գալիս են իրենց հայրենիքը։ Ես չեմ գնացել, իմ հայրենիքում ծնվել եմ, ապրել եմ, շատ սիրում եմ։ Այս ամենը ձեր ոգեշնչման աղբյուրն է։ Իհարկե, սիրում եմ հնությունները հավաքեմ, թոներ ունենամ, թոներ վառեմ։ Օղի քաշեք, Օղի քաշեմ, բա, հիմա ես կարամ հյուրասիրեմ խաղողի օղի, թզի օղի։ Եկեք ինձ ծառը տեսանք, այն ծառը։ Այն ծառը։ Կարելոկի 56-57 թվականին բերած ծառերից մեկն է, առաջի ծառերից մեկն է։ Ինչ մեծ է։ Հիմնադիր, կա չէր, հաստատություն են հիմնադիր։ Միջանոց ասեմ, մեղի քորիջ ես եմ հիմնադիրը։ Այն ծառը, ես մեր կարելոկի տարածությունների հիմնադիրներից մեկն է։ Տեսեք ես թարմաները, չէ, մեր հարևանի բնակարան տունն է, մենք չենք կարա ստեղ ծառ տնգեք և այլն, ես տան վնաս կտամ։ Դրա համար, բայց ես տարածքը չենք թողնում որ անմշակ մնա։ Դա համար մեղրում է երևի ես խաղողի թարմաները տարածված։ Դեռ տեսեք, մեղրում խաղող կա, թուզ կա, կարելոկ կա, բա դրանցից արավ չքաշեք։ Սա իմ քաշելու սարքն է։ Սա զեյթունի ծառն է։ Մի հատ թերություն ունի, որ հաճախ մի քանի տարին մեկ ցուրտը տանում է։ Սա կիվի է։ Սա քամոտ է և ջարդում է։ Տեսնում եք, այստեղ որ նկարեք, սա կիվին է։ Ես իմ վարունգս արդեն քաղել եմ վարունգ։ Սա նեկտարենի։ Լավրով լիստ է սա։ Նա մուշմուլան է, մուշմուլան։ Սա։ Նա փոքր տարողություն են էլի։ Հյուրասեր եմ շամութա։ Տղան է եկեք տեսամեջարակ եք խոհում։ Երջանկությունը որն է, լավ ընտանիք ունենաս, որ դրսից սիրով գնաս տուն, լավ էլ աշխատանք ունենաս,
այդ գործ ունես, զբաղմունք ունենաս, որ տնից սիրով գնաս ընդ։ Էլ փող դատակ, չեք գրուպայի բանել, որ չեք գրուպայի, ողջենեք։ Ապրեք, ընկերներ ջան, ապրեք։ Բրավո։ Սյունիքն իր աշխարհագրական դիրքով, լեռնաշղթաներով, խոր ձորերով մի բնական անառիկ ամրոց է, որի հնագույն ամրոցների թվին է պատկանում նաև Մեղրուբերդը։ Մեղրուբերդի մասին առաջին պատմական տեղեկատվությունը տալիս է Սյունյաց աշխարհի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը, ըստ որի 1083 թվականին Բերդն արդեն կանգուն էր եւ հայտնի։ Մեղրուբերդի առաջին կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ հայկական ճարտարապետության մեջ միակ պաշտպանական կառույցն է, որը կառուցվել է հաշվի առնելով թշնամու կողմից հրազենի օգտագործումը։ Երկրորդ առանձնահատկությունը, որ այն կազմված է առանձին աշտարակներից, առանց պարսպապատերի։ Մեր այսօրվա բացահայտումն այսքանն էր։ Սա Մեղրին էր, Հայաստանի արևոտ սիրտը։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահեր, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահեր, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։